նաև ձեր որակման, որ Սարիկ Մինասյանը գնաց քաղաքական ինքնասպանության։ Նախ պետք է արձանագրել, որ երեկվա հեռուստաբանավեճը Գյումրու համայնքի ղեկավարի կամ անվականու թեկնածուների միջև ըստ էության եկավ եւ վերջին քաղաքական գերեզմանակարը դրեց իշխանության թեկնածուի վրա, որովհետեւ այն պատասխանները, այն հարցադրումները, որոնք հնչեցնում էր ԿՊԱ-ական թեկնածուն, ըստ էության նրան ոչ միայն ոչինչ չբերեցին ընտրություններում հաջողություն ունենալու տեսանկյունից, այլ նրան բերեցին մեծ պատասխանատվություն, քաղաքական պատասխանատվություն իշխանության գործած այս 7 տարի ընթացքում գործած բոլոր մեղքերը իրենով անելու եւ այդ պատասխանատվության տակ հավասարաչափ մտնելու տեսանկյունից մեծ առումով դա ավելին քան քաղաքական ինքնասպանություն որակել պարզապես այս տեսանկյունից չեմ կարող։ Այդ իրավիճակի ծանր հետևանքները իշխանության համար արտահայտվեցին 3 եւ իրավապահ մարմինները հանդես գալով որպես քաղաքական իշխանության մահակ կամ գործիք փորձեցին տարբեր տեխնազոների նկատմամբ ճնշումներ, հետապնդումներ, այդ թվում նաև իրավական բնույթի հետապնդել։ Իհարկե այս դեպքում իրավական ասածը որոշակիորեն չափազանցություն է եւ հետևանքը այն է, որ նախ խառնաշփոթ ստեղծվեց երեք Գյումրիում, երկրորդը ընդդիմադիր տեխնացուների ընտրական շտաբերը եւ աշխատանքը ամբողջությամբ փորձեցին նաեւ տապալել, իսկ դրա հաջորդ փուլը այսօր է արտահայտվում, որ իրականատեսն ենք նաեւ մենք դատարանի առաջ նաեւ այսօր գտնվելով, որովհետեւ ամենածանր հարվածը հաստացի ստացավ մեր ընկերը Մարտուն Գրիգորյանը, ում ոչ միայն թիմի, այլ նաև ընտանիքի անդամների նկատմամբ այս պահին իրականացվում է ակնհայտ հետապնդում։ Իսկ ամենաշատ իրենց են վախենում, պարոն Աբրահամյան։ Մեծ առումով Մարտուն Գրիգորյանին նրա անցած ճանապարհը եւ քաղաքական առումով եւ որպես քաղաքի տղա բոլորը լավ գիտեն, ոչ միայն նրա, այլ նրա ընտանիքի եւ այս տեսանկյունից բնական է, որ իշխանությունը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ առանձնահատուկ կոշտ վերաբերմունք է փորձում դրսևորել։ Ուղղակի մի մասով հաշվարկների մեջ խառնել են, որովհետև Մարտուն Գրիգորյանը ճանապարհ անցած մարդ է եւ այս արանքում հազարով մի խոչընդոտներ է իշխանությունը փորձել ստեղծել, բայց իրենց դեպքում սա ոչ հնարավորություն է, այսպես ասեմ, նահանջելու, ոչ էլ առավել եւս իրենց քաղաքական դիրքորոշումները որևէ ձևով փոփոխելու համար եւ երեք եւ բանավեճի ժամանակ եւ բանավեճից հետո Գրիգորյանի հնչեցրած նաև մոտեցումները ըստ էության ցույց են տվել, որ ճիշտ է, ցավը կա, մտահոգությունը կա, ամեն դեպքում ընտանիքի անդամներին է առնշվում, բայց դա որևէ ձևով հետ չի կանգնեցնելու այս պայքարից, որովհետև ճակատ առ ճակատ, դա կլինի Գյումրին, կլինի մեկ այլ քաղաքը, կլինի լրիվ այլ հարթակներ, պետք է իշխանությանը ամբողջությամբ տապալել եւ դրա հանգրվանային փուլերից մեկը պետք է դառնա Գյումրին։ Պարոն Աբրահամյան, նայեք, իշխանությունները ԿՊ-ն այսօր ազգային ժողովում նախորդին Գյումրիում վստահեցնում էին, որ տեղի ունեցողը իրավական գործընթաց է, իրեն կապ չունեն, նույնիսկ Սարիկ Մինասյանն էր իրեն փորձել ԿՊ-ից տարանջատել, ասում են իրավական գործընթաց է, գնահատականներ չեն կարող հնչեցնել, ըստ ձեզ հաշվի առնելով Հովիկ Աղազարյանի նախադեպը։ Նմանատիպ իրավական գործընթացներ Փաշինյանի հակառակվելու պարագայում քանի ԿՊ-ականի վրա կարող է հարուցվել այսպիսի մեղադրանքներ, գործեր։ Դեռ Ռաֆիկ ни в чем не виноват, այդ բանն է, իրավիճակն է, բայց ակնհայտ է, որ իշխանությունը այս տարիներին սեփական թիմակիցների նկատմամբ պապկաներ, կոմպրոմատներ է հավաքել, որը ցանկացած իրավիճակում օգտագործելու է եւ Ասլանյանի հետ կապված եւ Աղազարյանի հետ կապված ակնհայտորեն վաղուց պատրաստված, նախապատրաստված պապկաներ էին, որոնք անհրաժեշտ պահին շպրտվեցին դաշտ եւ ըստ իրավիճակի բերեցին համապատասխան նաեւ հանգուցալուծման։ Գիտեք, այս ներողություն, այս 7 տարիների ընթացքում այն ամենը ինչ որ տեղի է ունեցել այս իշխանության ձեռամբ եւ այն ինչի պատասխանատվության դառը պատասխանատվության տակ մտել է այս իշխանությունը, բնական է, որ շատ դժվար է
թիմակիցներին կամ նրանց կողք կանգնած արբանյակներին անընդհատ պահել թիմում եւ բնականաբար ստեղծված իրավիճակում իշխանությունը չի գտել այլ տարբերակ, քան այդ կոմպրոմատային քաղաքականությունը առաջին պլան բերելու եւ իր թիմակիցների նկատմամբ պատասխանը ապահովելու համար։ Իսկ պարոն Աբրամյան, Հովիկ Աղազարյանին պատժեցին, բայց Հովիկ Աղազարյանը ինքն էլ երեք ձեր գործընկեր Տաղո Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին քվեարկեց։ Սա ո՞նց է գնահատում։ Անկեղծ ասած, Այսինքն ԿՊ-ի հրահանգը իր վրա էլ է տարածել, որ ֆրակցիա որոշել է, որ պետք է կողմ քվեարկեն, ավտոմատ by default Հովիկ Աղազարյանը որոշել է SMS իրեն էլ է գալիս։ նախ ԿՊ-ական է։ Հովիկ Աղազարյանի եւ իր մյուս իրանց նրանք գաղափարական փոփոխության ոչ էին ենթարկվել։ Այսինքն նիկոլիզմը իրանց մեջ շարունակվում է։ Նրանք խնդիր ունեն կոնկրետ հարցերի շուրջ եւ ինչքան նաեւ այդ իրենց բանավեճերից եւ հարցազրույցից է հայտնվում, ուղղակի փողը կիսելու խնդիր կա կամ ինչպես իրենք են համարում անհավասարաչափ բաշխելու խնդիր կա եւ նրանց խնդիրը կոնֆլիկտը այդտեղ է, թե չէ գաղափարական առումով որևէ բան չի եղել, ուզում եմ հիշեցնել, որ հենց ամենասկզբում, երբ որ սկսվեց Արցախի հանձնման գործընթացը եւ առաջին ծիծեռնակներն են երևում հանրային դաշտում դիսկուրս ծավալելու առումով, ապա եթե կային 3-4 մարդիկ Նրանցից մեկը հենց Հովիկն էր Աղազարյան, մյուսն էր իր հետիններ, որ հիմա նույն քաղաքական ուժն են ներկայացնում եւ այլ, այսինքն նրանք այն մարդիկ են, ովքեր ամբողջությամբ բովանդակային առումով կիսել են Նիկոլ Փաշինյանի ոչ միայն գաղափարները, այլ մշտապես փորձել են դրանք դարձնել հանրային ակտիվ դիսկուրսի առարկա։ Եվ եթե նկատել եք նրանց դրսում հայտնվելուց հետո ես ինքս որևէ առանձնապես մեծ մեկնաբանություն այդ թեմայով չեմ արել, որովհետև իմ համար մեծ առումով որևէ բան չէր փոխվել։ Պարոն Աբրամյան, ըստ ձեզ Գյումրում 3 տեղի ունեցած բռնաճնշումները ինչպես կազդեն ընտրությունների վրա։ Գիտեք, դրսևորումները տարբեր անձանց նկատմամբ տարբեր ընտրական process-ներում շատ տարբեր կարող են լինել, բայց ես կոնկրետ Մարտուն Գրիգորյանի հետ կապված կարամ շատ վստահ ասեմ, որ դա ոչ միայն ազդեցություն չի կարող լուրջ ունենալ նրա վրա, այլ սա Մարտուն Գրիգորյանին ուժ նոր ազդակներ հաղորդել այս ընտրապայքարում դնելու իր ողջ հնարավորությունները, այն իր անցած ճանապարհը եւ որպես քաղաքի տղա, եւ որպես քաղաքական գործունեությամբ բազմափորձ մարդ, որպեսզի այս գործը, որի շահառուն մենք բոլորս ենք, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են տեսնել այս իշխանության հեռացումը, ինչպես ես ասացի, կտոր, հիմա դա Մարտուն Գրիգորյանն է այս փուլում իր վրա վերցրել եւ ես համոզված եմ, որ Մարտուն Գրիգորյանը իրենից կախված ամեն ինչ անելու է մեզ այդ նպատակներին ավելի մոտեցնելու համար։ Շնորհակալություն։